Պարզ չի, որ Արման Սահակյանը ընտրակաշառք չի բաժանում, որ ես 100% ասում եմ, որ տենց բան չկա։ Ու ես այս ժամանակի ընթացքում կտենակ, որ դա սուտ էր Արման Սահակյանի գլխին սարքեցին մի բանի համար, որտեղ Արման Սահակյանը ուժեղ տղա է, որտեղ Արման Սահակյանը 8 տարի այնքան ուժեղ տղա է, որ 8 տարի իշխանության չի, բայց որ հիմա Չերեմուշկա սաղ կողերն են հավաքվում։ Չերեմուշկայի ամենաուժեղ տղեն այսօր Արման Սահակյանն է, որ ամենամեծ ձայները ինքը ունի։ Այդ դրա համար իրան բռնեցին։ Զուտ դրա համար գլխի սարքին բռնեցին։ Ոնց որ Ղարաբաղը հանձնելու համար մանվելին սարքին Տուշոնքի գող, դες այդ Չերեմուշկում ընտրություններում հաղթելու համար Արման Սահակյանի սարքին կաշառք բաժանող։ Կարող է Արմանը ձերման էշ շարա։ Հետո չգիտի որ բաժանես կբռնվես։ Սովորական մարկանց ես բռնում, թախների սարքում որպես կաշառք բաժանող, բա որ մեկը բաժանի ոնց կբռնես։ Արման Սահակյանն էլ տես միամիտ տղա էր, հա, որ բռներ կաշառք բաժաներ, որ դու գայր բռնեի։ Սարքել եք գլխին, պարզից էլ պարզ է, որ սարքել եք Արման Սահակյանի գլխին սարքել եք, որտի Չերեմուշկայում ձեր ձայները մեծել են, որտեղ Արման Սահակյանը Չերեմուշկի, Լուսինե ջան, այսօրվա քպան որ իշխանությունից դուրս գա։ Իշխանությունը չունեն։ Մի հոգի կկանգնի ձեր կողք կարա, Նիկոլ, Ալեն, Մալեն, սաղի կողը, մի հոգի կկանգնի, իսկ դուք իրար կողք չեք կանգնի։ Իսկ Արման Սահակյանը որ հիմա կանգնա իր հին ընկերների 90%-ը կողն են, մի 10%-ն են թռես տարիների ընթացքում։ Այդտենց ինքը ուժեղ արդար ուժեղ մարդ է։ Ազատությունն է մաղթում Արման Սահակյանն, Արման ջան, չգիտեմ, էսի քո հաստաբանների միջոցով երևի խոսքերս թող հասնի քեզ, այս բառից համար կներեք տանձի թանգար չդնես Արման ջան։ Դու ճիշտ ես ու ժամանակի ընթացքում սաղը կհասկանան դու ճիշտ ես ու խիքես բռնեցին։ Դու ճիշտ ես, դու ցավը տանեմ։